չեմ կարող համարել, ես դա շեղում եմ համարում, որը տանում է դեպի մարդկային աճի կանգին, այո, եւ ինչպես կարող ես ընդունել, երբ կինը կնոջն է սիրում կամ տղամարդը տղամարդուն, ես դա չեմ հասկանում։ Պետք է աչք փակել նման երևույթների առաջ, թե պետք է պայքարել դրանց դեմ։ Երևի պիտի պայքարել, աչք փակելով մենք աչք փակելով մենք առանձին էլ շատ քիչ ենք ախր Տեր Աստված։ Շատ բարի։ Արա Սարիբեկյանը հարցնում է. մեզ մոտ ամուսնական գործակալությունները անբավարար ձևով են աշխատում։ Նախ եթե տեղեկություններ ունեք այդ գործակալությունների մասին, եւ երկրորդ հարցը հետո կընթերցեմ։ Ես գիտեմ, այո, այդ օրինակ գործակալություններ, իսկ անբավարար են, որովհետև մեզ մոտ այդ բարդույթը կա, որ դիմեն այդ օրինակ գործակալություններին, կամ արդյոք կլինի, արդյոք այդ գաղտնիությունը կպահպանվի, մի խոսքով եւ կանանց եւ տղամարդկանց մոտ բարդույթ կա, եթե դուք արան, եթե կարդում են նաեւ հայտարարությունները, որ թերթերում լինում են, հիմնականում չբացահայտված են, այսինքն հեռախոսահամար չեն թողնում, ինչ որ կոդային տվյալներ են թողնում, որ այդ օրինակ այդ բարդույթը կա մարդկանց մոտ, դա է խոչընդոտում այդ գործակալությունների լայն գործունեությանը, այլապես կան եւ մարդիկ շատ կարքին մարդիկ կան զբաղվող, որ ես ճանաչում եմ, եւ եթե մենք դուրս գանք այդ բարդույթից, որ աման գիտի հանկարծ մեկը կիմանա բան եւ այլն, եթե մենք դուրս գանք այդ բարդույթից, մենք հաստատ նորմալ կլինի այդ գործունեությունը, նորմալ կզավալվի Հայաստանը։ Փոխարենը կարծես ավելի ազատ են ինտերնետ չաթերում։ Այո։ Երբ հավանաբար որը հիմնականում գրեթե հիմնականում արդյունքի չի հասցնում։ Այո։ Երկրորդ հարցը Արայի, ըստ ձեզ պետք չէ արդյոք նպաստել խառը տարբեր ազգերի ամուսնություններին։ Ազգերի նկատի ունի։ Ես ասեմ, որ յուրաքանչյուր մարդու ես անհատական մոտեցում եմ ցույց տալիս եւ դրա հետ միասին նաեւ հաշվի եմ առնում մեր պապերի եւ ժողովրդական խոսքը եւ մեր պապերի խոսքը, որ պիտի անպայման նույն արմատից լինեն ընտրված, նույն ազգայնավանդույթներով, նույն սովորույթներով եւ այլն, այլ տեսեք հիմա իմ տղան օրինակ Միացյալ Նահանգներում է, ես ամեն օր խոսում եմ իր հետ եւ ինքը անխորը համոզման է, որ այնտեղ ծնված եւ մեծացած աղջկա հետ ինքը չի կարող ամուսնանալ ուղղակի, չի կարող ապրել։ Թեև եթե սիրում ես, թեև եթե չգիտեմ, կարող ես հաղթահարել որոշ բաներ, ասենք ռուսական ազատությունը, եթե մենք կարող ենք հաղթահարել կամ այդ եվրոպական մտածողությունը կամ ամերիկյան այդ ցինիզմը, եթե մենք կարող ենք հաղթահարել, ինչու՞ չէ, դա անձի անհատի խնդիրն է։ Եթե աշխարհը բացվել է, ուրեմն կարող են նաև այդ օրինակ ամուսնություններ, բայց ես անձամբ համենայն դեպս այդ կարծիքին եմ, որ պիտի այդ ճիպոտը նույն արմատից կտրել, հիշեցիք։ Իդեպ սիրո մասին խոսեցիք, դուք հավատում եք սիրո գոյությանը։ Իհարկե։ Ինչպիսին պետք է լինի դա, ասենք, հավերժ, հնարավոր է որ մարդը միանգամից մի քանի հոգու սիրի։ Չէ, հնարավոր չի, եթե խոսքը կին-տղամարդ փոխհարաբերությունների մասին է, ոչ, հնարավոր չէ։ Ես դարձյալ ասեմ, որ յուրաքանչյուր մարդու մոտ սերը յուրովի է արտահայտվում, եթե խոսքը իմ մասին է, ես կարծում եմ, որ ինձ համար սերը այն է, որ երբ ոչ թե այն է, որ դու մենակ ես ու կարոտում ես, ասենք նրան, այլ այն է, երբ որ դու շրջապատված ես լիքը տարբեր հետաքրքիր մարդկանցով եւ գեղեցիկ մարդկանցով եւ ովքեր երկրպագում են քեզ եւ փորձում են շահել քո սերը, բայց դու միևնույն է իրեն ես կարոտում, իրեն ես ուսում։ Բալիկյան Ֆլորան ասում է, ինչու եք մտածում աղանդների մասին, որոնք ինչու չեք երևի մտածում, որոնք շատ արագ թափանցում են հասարակության մեջ իրենց կանանց միջոցով։ Նեն ինչ որ բան անում է այդ ուղղությամբ աղանդների մասին։ Ահա, ուրեմն ասեմ ձեզ, որ այդ մասին պիտի հիմնականում մտածի առաքելական եկեղեցին, որովհետև յուրաքանչյուր ոլորտ ունի իր ղեկավարը եւ եթե յուրաքանչյուր ոլորտի ղեկավար այդ գործը ճիշտ անի, բնականաբար այդ ոլորտը կլինի, չասեմ կատարյալ, մի քիչ թեական ասեմ, գրեթե կատարյալ, լավագույնը կլինի այդ ոլորտը։ Իմ ոլորտը դա չի, բայց նաեւ դա է։
Ես ինչով եմ անդրադառնում եւ ինչով եմ պայքարում աղանդների դեմ, ասեմ։ Ես ունեմ էջ, հոգեվոր էջ, որտեղ տպում եմ նույնիսկ ունեմ առանձին գիրք Վարք Սուրբ կանանց, որտեղ տպում եմ Սուրբ կանանց մասին, կանայք, որ սրբացվել են, կույսեր, որ սրբացվել են եւ անառակ կանայք, որ ապաշխարելով սրբացվել են, դրանք առաքելական եկեղեցու հետնորդների մասին է խոսքը։ Ես ունեմ հատուկ էջ իմ օրացույցում 12 էջ յուրաքանչյուր ամիս, որտեղ տպում եմ հոգեվոր թեմաներով զրույցներ շատ խելացի մարդկանց հետ, հայտնի եւ ոչ հայտնի։ Ես ունեմ էջ, որտեղ տպում եմ աղոթքներ, ճաշից առաջ, ճաշից հետո, ճանապարհից առաջ եւ այլն։ Այսինքն այն ինչը որ նեն կարողանում է, այնքանով որքանով նեն կարողանում է, այդ օրինակ է պայքարում աղանդների դեմ։ Այդ օրինակ, որովհետև նեի ուղղվածությունը լրիվ այլ բան է, բայց նաև դա է եւ այնքանով որքանով դա է, այդքանով պայքարում են այն դրա դեմ։ Դուք մի շատ լավ օրինակ բերեցիք Արտաշատի այդ կնոջ պատմությունը։ Ցավ փաստորեն նեն եւ նեի տիպի թերթերը հետխորհրդային շրջանում մի տեսակ այսպես հակադարձ ռեակցիայով այսպես ասենք ընդունվեց, չէ, այսպես ասենք։ Ինչ եք կարծում, այս 10 տարիների ընթացքում արդյոք մեր հասարակությունը սովորել է նման թեմաներով կարդալ, խոսել, զրուցել։ Գիտեք, մի քիչ էլ մեղավորը մենք էինք, ասեմ, որովհետև մի քիչ կոմերցիոն նկատառումներով, մի քիչ ավելի ընթերցող շահելու, աղմուկ հանելու նկատառումներով, ամենասկզբից օրինակ ես տպում էի մի քիչ ավելի բաց թեմաներով, ազատ թեմաներով, ասենք օրինակ տպել էի Ռուսաստանը անկողնում այդպիսի վերնագրով նյութ էի տպել, բայց դրանք դատարանի դահլիճից անմիջապես քրեական պատմություններ էին սեռական ֆոնի վրա։ Եվ դա շատ մեծ աղմուկ էր առաջացրել, նույնիսկ այնպես, որ մի պապիկ եկել էր խմբագրություն եւ աղմուկ էր հանում ու ես մտա ներս, շենք մտա եւ տեսնելով այդ փայտը թափահարում է եւ այլն բղավում է, զուտ լրագրողական հետաքրքրասիրությունից ելնելով մոտեցա տեսնեմ ինչ է կատարվել, այնտեղ մեկը գլխից վանելու համար ասեց, որ նա է նեի խմբագիրը եւ ես հազիվ պրծած էց ուտելուց այդ պապիկն ուզում էր ինձ ծեծել, թե ես ինչու եմ այդ մասին տպել եւ ճիշտ էլ կաներ, որովհետեւ ես հիմա համաձայն եմ, բայց հիմա արդեն նույնիսկ իմ գեղարվեստական խմբագիրն ասում է, որ Անահիտեմ ցենզուրա է դրել, որ ես բաց նկարներ չտպեմ կամ բաց չձևավորեմ եւ այլն։ Ինքս էլ ավելի փորձում եմ այնինչը այստեղ է, հոգում է, սրտում է։ Ես այդ հարցն եմ ուզում ձեզ տալ։ Ես ինքս նաև առնչվել եմ այդպիսի խնդիրների որպես լրագրող։ Շատ հաճախ մենք կանգնում ենք երկընտրանքի առաջ սենսացիան, սկանդալային պատմությունը, որը ընթերցող է բերելու, ասենք թերթը վաճառվելու առումով, թե ասենք որոշակի չափանիշներ, դա կլինի բարոյական, դա կլինի, ասենք ազգային, անվտանգության եւ այլն։ Դուք ինչպես եք առաջնորդվում նման Հիմա արդեն ոչ, ասեմ ձեզ, ես օրինակ առանձին գրքով տպել եմ սկանդալային պատմություններ գիրք, որ ամենատարբեր ոլորտի մարդկանց, սկսած քաղաքական հզոր գործիչներից, նախագահներից մինչև նարկոբիզնեսի, նարկոբարոն Էսկոբարի մասին, կյանքում տեղի ունեցած աղմկահարույց պատմությունների մասին, բայց դա առանձին գրքով եմ ես տպել։ Եվ ով սիրահարն է սկանդալային պատմությունների, աղմկահարույց պատմությունների, թող գնի կարդա, բայց ինչ վերաբերում է թերթին, ես արդեն գրում եմ զուտ այն, ինչը որ հոգում է ու սրտում է։ Տեսեք, տարբեր երկրներում, հատկապես Ռուսաստանում կան այդպիսի թերթեր, որոնք անդրադառնում են հենց իրենց երկրի քաղաքական գործիչների այդպիսի սկանդալային, սիրային եւ այլ պատմությունների։ Ձեր թերթի էջերում նմանատիպ նյութեր կան։ Ես ասացի, որ ես դա տպել եմ առանձին գրքով եւ ընդհանրապես, այո։ Այսինքն դա Հայաստանի մասն էր։ Այո։ Եվ գիտեք, անվտանգությունն ապահովելու համար, որովհետև Հայաստանում հիմնականում հարցերը լուծվում են թրախ կացով, կրակոցով, անվտանգությունն ապահովելու համար շարից փորձանքից հեռու, հիմնականում այո։ Եվ մի հարց, տեսեք, դուք առնչվում եք, շփվում եք երևի ամեն օր երիտասարդ սերնդի հետ, թե աղջիկ, թե տղա։ Ես կցանկանայի իմանալ, տեսեք, ես որ հիշում եմ իմ ուսանող ժամանակները, այն ժամանակ կարծես հատկապես աղջիկները այդքան ավելի
շատ տեղ չէին տալիս արտաքինին, գեղեցկության եւ այլ եւ այլ։ Բնական է, ժամանակները փոխվում են, պետք է մարդիկ էլ փոխվեն, արտաքին կերպար եւ այլ։ Բայց կարծես թե այդպիսի կարծիք էլ կա, ես գուցե ինչ որ չափով կիսում եմ, որ այսօր ավելի շատ արտաքինն են տեղ տալիս, քան ներքին գեղեցկությանը։ Դուք ձեր փորձից կցանկանայի իմանալ, երիտասարդությունը ինչին է ավելի շատ տեղ տալիս։ Գիտեք, կան խելացի եւ աղջիկներ եւ տղաներ, եւ բոլոր ժամանակներում եղել են։ Եվ կան այնպիսիները, ովքեր չեն սիրում կարդալ եւ ընդհանրապես չեն սիրում զբաղվել իրենց եւ ներքին կուլտուրայով եւ գիտելիքների հարստացմամբ։ Դա շատ հարաբերական է։ Գիտեք, մենք լավն ենք։ Այսինքն որոշակի տենդենց չի զգացվում դեպի։ Չեմ կարող ասել, չեմ կարող ասել։ Դանայան տակառ թե Չեմ կարող ասել դա, որովհետեւ տեսեք իմ տանն էլ կա երիտասարդ մարդ, որը գիտի ժամանակակից ողջ գրականությունը։ Իրեն հետաքրքրում է ով է Ռաֆայել Նահապետյանը եւ ինչ է գրում Հովիկ Վարդոմյանը, Նելի Շահնազարյանը եւ ամբողջ հայ ժամանակակից գրականությունը իմ տղան կարդում է։ Դելու որ վաղը ինքը մարդկային կյանքի հետ։ Հասկանում